Երևանում բացվել է զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակը, թեև այն նոր է բացվում, բայց ֆրանսիական խոշոր այս կազմակերպությունը Հայաստանում ծրագրեր իրականացնում է 2013 թվականից։ 2013 թվականից ի վեր գործակալությունն ուղեկցում է Հայաստանին նրա զարգացման առաջնահերթություններում։ Այս տարիներին մեր գործակցությունը կառուցվել է փոխվստահության և երկխոսության ոգով։ Գործակալությունն այս ընթացքում Հայաստանին հատկացրել է 555 միլիոն եվրո վարկ և մոտ 30 միլիոն եվրոյի աջակցություն, որի 23.5 միլիոնը տրամադրել է Եվրամիությունը։ Նշանակալի ծրագրերից է Վեդիի ջրամբարի կառուցումը, ավելի քան 29 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբարի կառուցման համար ծախսվել է 90 միլիոն եվրո, որի 80%-ը ֆինանսավորել է զարգացման ֆրանսիական գործակալությունը։ Վեդիի ջրանցքը Հայաստանում իրականացված առանցքային նախագիծը ավարտին է մոտենում։ Շուտով կմեկնարկի Հայաստան, ռոռոկվող գյուղատնտեսության զարգացում, Արարատի և Արմավիրի մարզերում ծրագիրը, աջակցություն գյուղացիներին և համայնքներին։ Երևանյան գրասենյակի բացումը ցույց է տալիս Ֆրանսիայի վստահությունը և աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին, ընդգծում է ֆինանսների նախարարի տեղակալը։ Երևանում գործակալության գրասենյակի բացումը հնարավորություն կտա որոշակի արագացնել գործընթացները, բարձրացնելու համատեղ նախագծերի իրականացման արդյունավետությունը։ Գործակալությունը ֆինանսավորել է 17,000 ընտանիքի բնակարանի նորոգման ծախս։ Բարեփոխումներ են իրականացվել հանրային ֆինանսների կառավարման, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում։ Ֆրանսիան իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն ամուր են, ընդգծում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանում երբեք այսչափ ներկա և այսչափ ակտիվ չի եղել, ինչպես այսօր։ Շոշափելի ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում, կլիմայի փոփոխության և գյուղական զարգացման ուղղությամբ։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի ցանկությունն է, որ Հայաստանին աջակցությունը լինի կայուն և շարունակական։ Առաջիկա տարիներին զարգացման ֆրանսիական գործակալությունը Եվրամիության աջակցությամբ նախատեսում է իրականացնել լայնածավալ ծրագիր միտված ջրային և գյուղատնտեսական ոլորտների հզորացմանը։ Բրյուրում Կրչյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։